Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը իրավունքի Եվրոպա հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանն է, բարև ձեզ։ Դուք եւս ԱԳՆ-ի շենքի մոտ եք բողոքի ակցիայի եւ դժգոհությունը Լավրովի այցներ Հայաստանի Հանրապետություն, ինչու։ Դե ինձ թվում է պատճառները ակնհայտ են։ Մենք կարծում ենք, որ մենք պետքա մեր ձայնը տեղ հասցնենք Ռուսաստանի Դաշնության գործող իշխանությանը, իդեմս Վլադիմիր Պուտինի եւ Սերգեյ Լավրովի, ասելով, որ նրանք սպասված եւ սիրված անձինք չեն Հայաստանում, դրանք իրականում հանցագործներ են եւ կրում են պատասխանատվություն բազում մեղքերի համար, Պուտինի նկատմամբ գոյություն ունի միջազգային քրեական դատարանի ձերբակալման եւ կալանավորման որոշում, Լավրովը լինելով Պուտինի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին քաղաքականության հարցում, հիմնականում Հայաստանի նկատմամբ իրենց գործընկերային ռազմավարական գործընկերային պարտավորությունների չկատարման, այդ թվում Արցախի հայաթափման եւ Հայաստանի նկատմամբ ակնհայտ թշնամական գործողությունների, ոչ գործընկերային մեղմ ասած եւ ավելի ուղիղ ասած թշնամական գործողությունների Եվ մենք պետք է անպայման իրեն ասենք, որ մենք իրեն չենք սպասում, ինքը ողջունված անձ չի Հայաստանում եւ Հայաստան պետք է չայցելի։ Բայց տեսեք, ոչ Նաեւ ավելացնեմ, որ ինչպես արդեն նշեցի, Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, նաեւ մեր կարծիքով Հայաստանի ղեկավարը չպետք է մասնակցեր մայիսի 9-ին Մոսկվայում անցկացված երեսպաշտության այդ շքերթին, երբ նացիստները նշում են նացիզմի դեմ հաղթանակը եւ չպետք է գներ կանգներ Պուտինի կողքին, նշածս պատճառով, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը եւ Հայաստանը կրում է պարտավորություն համագործակցելու միջազգային քրեական դատարանի հետ, իսկ դա ենթադրում է նաև այսպիսի շփումների վերացում։ Տեսեք, բայց ոչ միայն ռուս պաշտոնյաները, պրոպագանդիստները եւ հայաստանյան նրանց, այսպես ասենք, տեսակետ հնչեցնող անձինք ասում են, որ Հայաստանը դավաճանել է մեզ, Արևմուտքի ջրերն է ընկել, տեսեք Եմեն անդամակցելու process կա, դուք առաջինը Լեռնային Ղարաբաղը ճանաչեցիք Ադրբեջանի մաս, մենք ինչ անեինք, պարոն Քոչարյանն էլ էր այդպիսի բան ասում, որ եթե դու գնում ես եւ ճանաչում ես Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Ռուսաստանը ինչ կարող է անել, կամ երկում համաձայնագրերը ինչպես կարող են այս պայմաններում գործել։ Եթե հիշում եք, անձամբ Վլադիմիր Պուտինը մի քանի Կարճ ասած Հայաստանը դավաճանել է Արևմուտքի հետ։ Խեղճ Ռուսաստանը ինչ անի, Տիկին Հակոբյան, ինչու եք դժգոհ։ Խեղճ Ռուսաստանը փաստորեն Ուրեմն հիշենք, որ Հայաստանի նկատմամբ տեղի էին ունենում հարձակումներ, ես ամենևին միամիտ չեմ, որպեսզի ասեմ, որ այդ հարձակումները Ադրբեջանը միայնակ էր ծրագրում եւ իրականացնում հստակ էր, որ 2020 թվականի պատերազմի եւ դա իմ կարծիքը չի, դա իշխանության մակարդակով հնչել է, որ Ռուսաստանը իրականացնում էր դաշնակցային այսպես հարձակումներ Ադրբեջանի հետ, ճիշտ է, փաստացի Ադրբեջանն էր հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա եւ այդ 20 թվականի պատերազմը Ադրբեջանն էր սանձազերծել, բայց դա տեղի էր ունենում Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ համագործակցությամբ եւ այդ ամբողջ ընթացքում եւ դրանից հետո բուն Հայաստանի վրա հարձակումների ժամանակ Եվս Ռուսաստանը չկատարեց իր դաշնակցային որևէ պարտավորությունը, վերջին իրադարձությունները Արցախի շուրջ եւս այդ վկայությունն էին եւ երբ Ռուսաստանը Ադրբեջանի հետ համագործակցելով անգործություն էր դրսևորում եւ ռուս խաղապահները զերծ մնացին իրենց պարտավորությունների կատարումից, ինչի արդյունքում Արցախը հայաթափվեց
եւ հիշում ենք այդ ամբողջ մինչեւ 23 թվականը 20 թվականի պատերազմից հետո քանի հարձակում եղավ Հայաստանի նկատմամբ եւ Ռուսաստանը, որը այսպես առաջնորդող դեր ունի հապկում, լսեցինք հապկի դիրքորոշումը, երբ ասում էին, որ այդ սահմանները դելիմիտացված չեն, ինչ եք ուզում մեզնից, մենք չենք կարող ճանաչել այդտեղ սահմանի խախտում կա, թե ձեր վրա հարձակում կա, թե չկա, մենք որևէ բան չենք կարող ասել, եւ բացի դրանից Ռուսաստանը շարունակում էր զինել Ադրբեջանին, Ռուսաստանը Հայաստանին գնված զենքը չէր մատակարարում ու այսպես բազում, եթե այսպես սկսեմ թվարկել, այդ շարքը չի սպառվի։ Իսկ պարոն Լավրովը ասաց ինչու չեն մատակարարում Հայաստանի զենքը, որովհետև Եվրոպան զինում է Ուկրաինային ժամանակակից եւ շատ զենքերով եւ Ռուսաստանը հարկադրված է դրան պատասխանել, եւ մեր հայ բարեկամները հասկանում են, մեզ ասում էր նա, ու այսպիսի կշտամբանքի նմանվող մի ավելացում էլ արեց պարոն Լավրովը, դաշնակիցը հիմնվում է, այսինքն Հայաստանը, Ֆրանսիայի պես երկրի ռազմական մատակարարումների վրա, որը գլխավորում է մեր թշնամական ճամբարը։ Մակրոնը ատելություն է շնչում Ռուսաստանի նկատմամբ, իսկ մենք զենք ենք գնում այսպիսի երկրից։ Աններելի սխալ կարծում։ Ես ուղղակի ուզում եմ Լավրովին հիշեցնել, թե իրենց գործողությունները ինչ բնույթ էին կրում մինչև 20 թվականի պատերազմը եւ ինչպիսի ըմբռնում էր դրսևորում Հայաստանի նախկին իշխանությունը եւ այս իշխանությունը նաեւ եւս որոշ ժամանակ այն բոլոր ոչ բարեկամական գործողությունների նկատմամբ, որը Ռուսաստանը իրականացնում էր Հայաստանի դեմ, այդ թվում զինելով Ադրբեջանին եւ հիմա կանգնել եւ բողոքել, որ Հայաստանը էլի վկայակոչել ուկրաինական պատերազմը, որը իրենց որևէ մեկը չէր խնդրում սանձազերծել, ուկրաինացի ժողովուրդը ընտրել է դեպի արևմուտք ճանապարհը եւ ազատորեն պետք է կարողանա իր ընտրած կողմնորոշմամբ ապրել եւ որևէ մեկը իրենց ոտքից չէր ձգում գնալ եւ հարձակվել Ուկրաինայի վրա, որպեսզի մի հատ էլ զենքի կարիք ունենային, որպեսզի մեր կողմից իրենցից գնված զենքը չկարողանային մեզ մատակարարել, չնայած ես այդ ամենը պատրվակ եմ ուղղակի համարում։ Ռուսաստանի թշնամուց ինչու ենք մենք զենք գնում։ Այդ հարցը մենք Ֆրանսիայի հետ ունենք դարավոր բարեկամություն, մենք ունենք դարավոր մշակութային կապեր։ Բայց չէ որ նա Ռուսաստանի թշնամին է։ Բայց մենք մեր շահերով պետք է առաջնորդվենք, մեզ զենք է պետք, Ֆրանսիան պատրաստ է եղել դա մատակարարի, մենք գնել ենք Ֆրանսիայից, ես հասկանում եմ, որ Լավրովին ձեռք է տալիս թույլ, չպաշտպանված Ռուսաստանի ողորմածությանը ապավինող Հայաստան, բայց Հայաստանը չի կարող այդպես շարժվել, Հայաստանը ինքնիշխան սուվերեն պետությունը եւ պետք է իր շահերով առաջնորդվի եւ ամեն դեպքում ես ցավում եմ, որ առ այսօր էլ Ռուսաստանի քմահաճույքը այսպես կատարվում է Հայաստանի կողմից եւ հենց այսօրվա ակցիան էլ դրա ապացույցն է, երբ մենք այսպես փոքրաթիվ հասարակական քաղաքական գործիչներով զուտ ցանկանում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել եւ լսելի դարձնել եւ ակնհայտ էր, որ դա ուղղակի Լավրովին դուր չէր եկել եւ Լավրովի հենց հորդորով էլ Հայաստանի իշխանությունները այսպես մարդկանց ճնշելով, հավաքների եւ արտահայտվելու ազատության իրավունքները խախտելով մեզ տեղափոխում էին այս հատվածից այն հատվածը եւ ի վերջո հաջողվեց իրենց այդ ակցիան ցրել եւ արդյունքում մարդիկ կային վնասվածքներ ստացան իդեպ Միկին այդ հրմշտոցից ձեռքի վնասվածքներ դաստակի ստացել եւ սա իսկապես անթույլատրելի է, երբ փաստորեն Լավրովը այստեղ էլ որոշիչ ձայն ունի այդ դեպքում, երբ որ Հայաստանի իշխանությունը ամեն տեղ պարծենում է Հայաստանում հաստատված ժողովրդավարությունից եւ առ այսօր ոստիկանությունը չի կարողանում թույլ տալ այսպիսի մի խմբի,
իրենց կարծիքը հայտնել Լավրովի Ինչով եք խանգարում ինձ հետ։ Տեղաշարժի խոչընդոտ կար, մուտքը փակել եք, միգուցե Լավրովը պետք է հեռանար։ Ասացին արարողակարգային միջոցառում կա, հետաքրքրվեցինք ինչ միջոցառում կար, այդպես էլ չկարողացան բացատրել, առանց որևէ բացատրություն տալու, մեզ հրմշտելով, այսպես փողոցը անցկացրեցին դեպի Շահումյանի արձանի մոտ, այդ հատվածում չթողեցին, մենք շարունակենք մեր ակցիան, բերեցին այդ ոստիկանական պատնեշ կառուցեցին, մեքենաներ կանգնացրեցին, ամեն ինչ արեցին, որ այդ մեր մի քանի պաստառը եւ Եվրամիության Հայաստանի դրոշները, որ մեր ձեռքերին ունեինք, անտեսանելի լինեն, հանկարծ Լավրովը որևէ կերպ չվշտանա այդ տեսարանից, մեր ձայները չլսի, ամեն կերպ մեկուսացրեցին եւ դա շատ տխուր պատկեր է։ Դե դուք չգիտեք, որ ռուս պաշտոնյաները Եվրամիության դրոշից ֆոբիա ունեն։ Իսկ դուք տարել եք ԵՄ դրոշը։ Այո, բայց սա Հայաստանի տարածք էր եւ մենք հույս ունենք, որ մեր ժողովրդավարությունը կհաղթի, բայց ցավոք այլ պատկեր ունեցանք։ Տեսեք, Ռուսաստան իրապես փաստացի մեղադրանքներն ուղղվում Ադրբեջանի ռազմական մատակարարումների մեջ եւ 2011-20 թվականներին Ադրբեջանի ռազմական արսենալի 67%-ը ստացել է Ռուսաստանի Դաշնությունից եւ Բելարուսից, 60%-ից ավելին Ռուսաստան, այսինքն Փաշինյանի մեղադրանքը, որ Ռուսաստանը չէր ասում, հապկի երկու պետություն Հայաստանի դեմ պատերազմի պատրաստմանն են մասնակցել հաստատ նկատի ունելով Ռուսաստանը եւ Բելարուսին, դա փաստերի վրա հիմնված տեղեկություն է, բայց Լավրովը այսօր այսպես էր հակադարձում, ասում էր Հայաստանն էլ բոլոր տարիներին օգտագործել է ռուսական զենք, այդ թվում վերցնելու համար 7 շրջանները, որոնց նկատմամբ պաշտոնական հավակնություն չի ունեցել, կառուցել է պաշտպանական գծեր, ինչը ցույց էր տալիս, որ նա այդ տարածքները չէր պլանավորում վերադարձնել Ադրբեջան։ Մոզամբիկում էլ են ռուսական զենք օգտագործում։ Ինչ անի Ռուսաստանը, ինչու եք մեղադրում ռազմական բալանսի հօգուտ Ադրբեջանի փոխելու մեջ, փող ունեն գնում է, չվաճառը Ռուսաստան։ Բայց ի տարբերություն Ադրբեջանի Հայաստանն է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը եւ դա ենթադրում էր որոշակի հանձնառություններ եւ այսպես Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական գործողությունների բացառում, որպեսզի տեղի չունեցան եւ հակառակը մենք տեսանք, որ 21-ից 22 թվականի այսպես ադրբեջանական ոտնձգությունները իրապես խթանվում էին Ռուսաստանի կողմից, ռուսական զինվորականները լքում էին դիրքերը, դրանք այսպես հեշտորեն հանձնելով Ադրբեջանին, այսինքն կար փոխադարձ պայմանավորվածություն, որ այդ դիրքերը նրանք կլքեն եւ սրանք հանգիստ կգան մուտք կգործեն այդ դիրքեր, ի վերջո Լեռնային Ղարաբաղում 100,000-ից ավելի բնակչություն ուղղակի էթնիկ զտման ենթարկվեց, երբ որ ռուսական խաղաղապահները ռուսական կողմը հանձնառություններ ստանձնել ապահովելու նրանց այսպես խաղաղ կեցությունը իրենց հայրենիքում, որը չապահովվեց։ Հիմա կարելի է տարբեր բաներ զենք են տվել, որ Ադրբեջանի տարածքները գրավենք։ Ադրբեջանի տարածքները տվել են զենք գրավելու համար ու հիմա ինչ։ Պետք է այնպես անեին, որ Արցախը հայաթափվեր, այսինքն իրենց արածն ինչ է եւ իրենց արդարացումները ինչի մասին է, ես այդպես էլ չհասկացա կապը։ Տեսեք, եթե պարոն Քոչարյանի ասածը մի օր դատարանում հաստատվի։ Պարոն Քոչարյանը ինչ է ասում։ Պարոն Քոչարյանը Հայաստանին մեղադրում է Ադրբեջանի Հայաստանի մեղադրում է 20 թվի պատերազմը սադրելու մեջ։ Հայաստանի իշխանությանը ըստ էության Հայաստանին մեղադրումը պատերազմը հրահրելու, սադրելու մեջ։ Դա ընդհանրապես Հայաստանի ղեկավարին պետական որևէ գործ չի, ել չասեմ պետության երկրորդ նախագահին անհարիր վարքագիծ։ Տեսեք, բայց նա ուրիշ բան է ասում, որ Ռուսաստանի դեմ կազմակերպված հակակառուցչություն է տանում իշխանությունը, եւ Ռուսաստանին այսպես սատանայացնելու գործընթաց կա, հա, այսինքն Ռուսաստանը չի կատարել այդ չարիքը Հայաստանի նկատմամբ, բայց մեղսագրվում են մեղքեր։
Եվ այդ մեղքերը ոչ մի հիմք չունեն։ Չէ, չունեն։ Փաշինյանը եթե արևմտյան խաղեր չտար, Ռուսաստանը չէր թեքվի Ադրբեջանի ուղղությամբ։ Փաշինյանը մինչև 22 թվականի սեպտեմբերը արևմտյան խաղեր չէր տալիս, իր լեզվով ասած։ Ու ինչ էր ստանում դրա փոխարեն։ Հայաստանի տարածքների կորուստ շարունակական։ Եվ այն բոլոր վերլուծաբանները, որոնք խոսում են այն մասին, որ այ Հայաստանը թեքվեց դեպի արևմուտք, որովհետև Ուկրաինան անցավ հակագրոհի Ռուսաստանի դեմ, Հայաստանը կարծեց Ռուսաստանը թուլացել է եւ դրա համար այսպես բռնեց արևմուտքի պոչը, դրանք չգիտեմ, ինչ են ընդհանրապես օգտագործում, ինչ աղբյուրներից են օգտվում իրենց վերլուծությունների համար, եթե այսպես ավելի կոպիտ բաներ չասեմ։ Բայց Եվրամիությունը պետությունների ինքնիշխանությունը ճնշող ամենահզոր միավորն է։ Ինչպես։ Այսինքն դուք մեզ պետականազերծում եք, տանելով Եվրամիություն Տիկին Հակոբյան։ Եվ որ պետությունն է իր պետականությունը կորցրել Եվրամիությունից, Հունգարիան կամ Սլովակիան, որոնց ճնշում են Եվրամիության չինովնիկները։ Եվրամիության շրջանակում Հունգարիան եւ Սլովակիան կարողանում են վետո կիրառել եւ արգելափակել տարբեր որոշումներ, դա ճնշում է գործում, դա ճնշում է նշանակում կամ երբ որ Բրիտանիան որոշեց, որ էլ չի ուզում Եվրամիության հետ նույն կազմում լինել եւ դուրս եկավ Եվրամիությունից, ինչ տեղի ունեցավ Բրիտանիայի նկատմամբ, ինչպես է ճնշում Եվրամիությունը։ Այո, որոշակի ոլորտներում, որոշակի չափով սուվերենություն պետությունները զիջում են վերպետական այնպիսի կառույցի, ինչպիսին Եվրամիությունն է, ընդհանուր շահերին վերաբերող հարցեր ավելի լավ լուծելու, ավելի լավ կառավարելու համար։ Բայց այդ պետություններից որևէ մեկը չի կորցրել իր ինքնությունը, չի կորցրել իր մշակույթը, իր անկախությունը, իր այսպես ինքնիշխանությունը, իր դա փոխադարձ համաձայնությամբ զիջված ինքնիշխանության որոշակի չափը հանուն ընդհանուր շահերի ավելի մեծ պաշտպանության եւ հանուն ընդհանուր խնդիրների ավելի արդյունավետ։ Եթե ուզում եք պաշտպանվի Հայաստանի ինքնիշխանությունը հեռու Եվրամիությունից։ Դրա տրամաբանությունը ես չեմ հասկանում։ 27 Եվրամիության բոլոր պետությունները պաշտպանված են, Եվրամիության համար բանալի հասկացությունը անվտանգությունը Եվրամիությունը ի սկզբանե 50 թվականի մայիսի 9-ին Շումանի հայտնի ճառից սկսած գաղափարական հենքը եղել է խաղաղության եւ միասնականության հաստատումը, ինչպես կարող է Հայաստանը զրկվել ինքնիշխանությունից լինելով Եվրամիության կազմում, երբ որ այդ միավորումը ստեղծվել է այդ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման, միասնության, ընդհանրապես բազմազանությունը հարգելու, ժողովրդավարական արժեքները ամրապնդելու, ազատ շուկան խթանելու եւ նման այլ լավ գաղափարների դրական այսպես գաղափարների առաջ խաղացման համար, ինչպես կարող է Հայաստանը կորցնել իր ինքնիշխանությունը լինելով այդ պետությունը ինչու այդ բոբո սարքել։ Հենց բոբո իրականում։ Որովհետև տեսնում ենք այդ միութենական պետությունում հայտնված եւ դրան այսպես ձգտող պետությունների ողբալի վիճակ, որպեսզի օրինակ Բելարուսն է, որտեղ ժողովրդավարությունը իսպառ զրոյացած է, Բելարուս քաղաքասարակությունը այս պահի դրությամբ վտարանդի է կամ բանտերում, Բելարուսիայում չկա օպոզիցիա նույն կերպ եւ Ռուսաստանում ինչ է տեղի ունենում, մի օպոզիցիոներ ունեին, դրան էլ մահվան հասցրեցին իրենց քրեակատարողական հիմնարկում, ժողովուրդը չունի, զրկված է ժողովրդավարական ազատություններից, այսպես ավելի զարգացած մասան չգիտի այդ պետությունից ուր գնա, որ իրենց օձիքը ազատի, չմասնակցի այդ ագրեսիվ պատերազմին, այլ ելք չի տեսնում, չի կարողանում իշխանափոխության հասնի, ազատ խոսք չկա, ազատ հավաքների իրավունք չկա եւ անգամ այսօր այդ պետության այսպես ավանդույթները մեր տարածքում
կիրառվեցին, երբ որ մեզ այդ մի քանի հոգուց թույլ չտվեցին անգամ մեր խաղաղ ակցիան իրականացնել։ Ինչ խնդիր կա Լավրովը, թող մի երկու բան էլ հանդուրժեր, մի երկու արտահայտություն էլ հանդուրժեր։ Մարդասպան բառը լսեր իր հասցեն, իհարկե հայերեն։ Այո, դա արտահայտվելու ազատությունն է, Հայաստանի սահմանադրությունը ամրագրում է արտահայտվելու ազատության իրավունքը, արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանված է նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, եւ այդ կոնվենցիան այսպես կայուն դատական պրակտիկա է ձևավորվել կոնվենցիայի ներքո կասեմ, որը ասում է, որ խոսքը կարող է լինել նաև վրդովեցնող, անհանգստացնող եւ Ռուսաստանը տանկեր է քշել այդ կոնվենցիաների վրայով Տիկին Հակոբյան։ Հանդուրժի դա այդ թվում եւ մանավանդ պարոն Լավրովին, որը պաշտոնատար անձ է եւ որին ուղղված է մեր բողոքը։ Հասածս դա է, նրանք տանկեր են քշել հազարավոր կոնվենցիաների վրայով եւ Ուկրաինայի տարածքները զավթել։ Հիմա լինենք իրենց այդ միութենական պետության մեջ, հենց նկարագրվեց միութենական պետության բացասական կողմերը։ Ինձ հետաքրքիր է Հայաստանի այն գործիչները, որոնք կողմնակից են այդ միութենական պետությանը, ասենք 3 տարի առաջ Ռոբերտ Քոչարն էր կողմ արտահայտվում պայմանով, որ Հայաստանը գործոն կդառնա Ռուբեն Վարդանյանը չէր ուզում նման բան։ Նրանք չեն մտածում, որ եթե Հայաստանում նման բարքեր հաստատվեն, ասենք Լուկաշենկոական կամ Պուտինյան բարքեր հաստատվեն, իրենք բանտերում են ուղիղ հայտնվելու, որովհետև ընդդիմությունը այնտեղ կործանված է ուղղակի, այսինքն չկա ընդդիմություն, ազատ խոսք, իրենք մեդիաներ չեն ունենալու, իրենք երբեք ընտրություններով Գյումրիում չեն հաղթելու կամ առավել եւս Հայաստանի Հանրապետություն։ Մտածում են, որ իրենք ընդդիմություն չեն լինի այդ պարագայում։ Շատ լավ։ Բացահայտեցին գաղտնիքը, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես համար։ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Լուսինե Հակոբյանին։